Ալիքո, մեծիկներ եւ փոքրիկներ։ Սիրելի երեխաներ, եթե ուզում եք որ ձեր րոպեները անօգուտացնեն, ապա միացեք հանրային հեռուստատեսության Մուշմուշիկ հաղորդմանը։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք ուրախ տրամադրությամբ ողջունում ենք ձեզ եւ հայտարարում Մուշմուշիկը սկսված է։ Իսկ առանց հետաքրքիր հաղորդում չի ստացվի։ Դրա համար մենք ամեն երկու շաբաթ ձեզ հետ ենք լինում։ Դանի, պատմի տեսեք ինչպես են անցել հանգստյան օրերը։ Այո, երեխաներ, անին գնացել է Երևան։ Ուրախ եւ ակնթարթորեն։ Ինչպես անցավ ժամանակդ այնտեղ։ Առանց ընկերների տխուր էր, չէ՞։ Անանձես իհարկե տխուր էր։ Ընդամենը 2 օր էի այնտեղ, բայց հասցրեցի կարոտալ բոլորիդ։ Մենք էլ քեզ։ Գիտեք, երբ ես գնում եմ Երևան, ամեն անգամ հայրիկիս ու մայրիկիս ասում եմ, որ ուզում եմ մետրոն ստալ։ Իսկ ծնողների ժամանակ չէր լինում, բայց այս անգամ իմ հայրիկը տարավ։ Ճիշտ է, սկզբից մի քիչ վախեցա ձայնից եւ արագությունից, բայց հետո նույնիսկ հաճելի էր։ Իրանի Արցախում էլ մետրո լիներ։ Իդեպ ես եմ սիրում այդ փոխադրամիջոցը, հատկապես ամռանը, եւ շուրջ բոլորը տաք է, այնտեղ միշտ զով ու հաճելի է լինում։ Իսկ դուք գիտեք, թե որտեղ է կառուցվել առաջին մետրոն։ Ես գիտեմ, առաջին մետրոն կառուցվել է 1863 թվականին Մեծ Բրիտանիայում Լոնդոն քաղաքում։ Ինժեներ Չարլզ Պիրսոնը մետրո կառուցելու մասին մտածել է դեռևս 1843 թվականից, բայց այդ մտահղացումը իրագործվեց ուղիղ 20 տարի հետո։ Իսկ ինչու այդքան ուշ իրագործվեց։ Որովհետև կառուցման աշխատանքները շատ դանդաղ էին ընթանում։ Ինչու՞։ Հավանաբար գետնի տակ տարվող աշխատանքները այն ժամանակ դժվարությամբ էին կատարվում։ Իդեպ այս պահին Լոնդոնի մետրոն 3 կանգառ ունի եւ 6 ուղղություն։ Ինչ հետաքրքիր է։ Շատ շուտով մետրոներ սկսեցին կառուցել աշխարհի տարբեր ծայրերում եւ այն դարձավ ամենատարածված փոխադրամիջոցներից մեկը։ Իսկ Երևանի մետրոն երբ է կառուցվել։ Երևանի մետրոյի պաշտոնական բացումը 1981 թվականին էր։ Ինչպես Լոնդոնում, այդպես էլ Երևանում կառուցման աշխատանքները շատ դանդաղ էին ընթանում։ Շատ հետաքրքիր է լսալ։ Ես ահագին բան իմացա մետրոյի մասին։ Դե լավ, իսկ հիմա եկեք լսենք մեր այսօրվա հեքիաթը եւ այն կպատմի գեղեցկուհի Տաթևիկը։ Ողջույն ընկերներ, երևի ինձ հիշում եք, ես Տաթևիկն եմ, այսօր կպատմեմ Սուլիկ Որսկանը։ Հորս կննքով, մորս ծնունդով, վեր կացանք, 5 ու 6 հոնկով, թվանքով որսի գնացինք։ Մեկ էլ տեսանք 3 լիր, երկուսը ցամաք, մինի մեջ էլ իսկի ջուր չկա։ Պարզվում է, այս անջուր լճում, լողում, ճչում են 3 սպիտակ բատ։ Երկուսը սատկած, մինն էլ իսկի կենթանի չի։ Հադի թվանք տուր, թե թվանք չունեմ, հյդի թվանք տուր, ես էլ չունեմ, չատի մատի, մենք էլ չունենք, բա ինչ անենք, հերս ձեռքին, կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կամ, հերս նշանը դրեց ու կրակեց, նա կրակեց, ես զարկեցի։ Հադի դանակ տուր, թե դանակ չունեմ, հյդի դանակ տուր, ես էլ չունեմ, չատի մատի, մենք էլ չունենք, բա ինչ անենք, հերս էլ ունի, բերան չունի, էս անբերան դանակով մորթեց հյդին չկարած, հադի մորթեց չկարած, չատին չկարած, մատին չկարած, հերս էլ չկարած, ես մորթեցի, հետո հյդին շալակեց չկարած, հադին շալակեց չկարած, չատին չկարած, մատին չկարած, հերս էլ չկարած, ես շալակեցի գնացինք, տեսանք 3 գեղ, երկուսի տեղ չի երևում, մինն էլ շենլիկ չի, ես անշեն գեղում, դես մանեկանք, դեն մանեկանք, մի տուն գտանք, մեջը 3 պարավ, երկուսը մեռած, մի բերան ու մեր շուն չկա, ասի, տղեք, եկեք բադով փլավեփենք, ես անշունչ պարավը, դես մանեկավ, դեն մանեկավ, մի կես բրինձ գտավ, 3 բղինձ, երկուսը ծակ, մինն էլ տակ չունի, բրինձն ու բադը ածեցինք ու անկրակ եփեցինք, միսն ու բրինձը գնացին մնար ջուրը, որցի ծոված մարդիկ եկան, կիրանք, բայց ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ, սա էլ մեր այսօրվա հեքիաթը, կհանդիպենք։ Այս ինչ
Ի՞նչ հաճոտ է գալիս տաղավարից։ Հոտ, ինչ հոտ։ Սոխի կամ թթվի հոտ է։ Ես ոչինչ չեմ զգում։ Ես էլ եմ զգում։ Կարծես թե Արսեն, դու սոխ ես կերել։ Ես սոխ չեմ կերել, ես կնած սոխով աղցան եմ կերել։ Իմ մայրիկն է պատրաստել, ես շատ եմ սիրում։ Եվ հետո ոչ մի վատ բան դրանում չկա։ Աղցան ուտելու մեջ վատ բան իհարկե չկա, Բայց ինչ բայց։ Բայց ուտելուց հետո դու պետք է ատամներդ մաքրեիր, նոր գայիր։ Ճիշտ եք ասում, մոռացել էի։ Լավ, հիմա վազեմ մաքրեմ ու գամ։ Լավ, իսկ հիմա եկեք մի քիչ զրուցենք։ Ճիշտ է։ Ահա ես եկամ։ Այսքան լավն է բացար ատամները։ Այո։ Արսեն, դու չգիտես ատամ մաքրելու ճիշտ ձևը։ Ինչ ձև։ 2 անգամ ատամի խոզանակը քսում եմ ատամներից եւ ջրով ողողում։ Իմիջիալոց, ես չեմ հասկանում, թե ինչու պիտի ամեն օր այլ 2 անգամ ատամ լվանանք։ Ատամները սիստեմատիկորեն պետք է լվանանք, որպեսզի կախեն տարաբույնու հիվանդությունները, Արսեն։ Պարզ է, իսկ որն է ատամ մաքրելու ճիշտ ձևը։ Նախ ասեմ, որ պետք է ատամները լվանալ ցանկացած սնունդ ընդունելուց հետո, բայց քանի որ դա միշտ մեր մոտ չի ստացվում, պետք է օրվա մեջ գոնե 2 անգամ պարտադիր լվանալ այն։ Ատամներ մաքրելու process-ը պետք է տևի 3 րոպե։ Նախ խոզանակը պետք է շարժել ուղղահայաց։ Ապա նաև հորիզոնական։ Անհրաժեշտ է մաքրել նաև ատամի ներսի հատվածը։ Անհրաժեշտ է մաքրել նաև լեզուն։ Ժամանակակից խոզանակների վրա լեզու մաքրելու համար նախատեսված հատված կա։ Խոզանակն օգտագործելուց առաջ եւ հետո անպայման պետք է մանրակրկիտ լվանալ։ Կարևոր է նաև խոզանակը հաճախակի փոխել, այսինքն հինը փոխարինել նորով։ Ինչ բարդ աղջիկներ։ Բադ բան չկա, պարզապես ատամ լվանալու մի քիչ պետք է լուրջ վերաբերվել։ Ահա ամբողջը։ Հասկացա, այսուհետև կփորձեմ ձեր ասացի պես լվանալ ատամներս։ Շատ լավ, իսկ հիմա եկեք տեղափոխվենք Կոմիտասի անվան երաժշտական դպրոց։ Ողջույն ընկերներ, ես Տիգրան Գրիգորյանն եմ։ Հաճախում եմ ակարդեոնի բաժին 3 տարի, իսկ դաշնամուրի բաժին 2 տարի։ Օրերս կայացած վերածնունդ 10-րդ միջազգային մրցույթ փառատոնին ակարդեոնով զբաղեցրել եմ առաջին տեղը, իսկ դաշնամուրով 2-րդ տեղը։ Հիմա սիրելի հեռուստադիտողներ կնվագեմ դաշնամուր։
նկարում։ Այս պահին փիղ եմ փորձում նկարել, բայց ոչ թե սովորական, այլ հնադարյան։ Իսկ ինչու հենց հնադարյան։ Իրոք որ, ինչու հնադարյան։ Որոշել եմ անհատական ցուցահանդես կազմակերպել բակի երեխաների համար եւ նրանց ծանոթացնել հնադարյան նկարչության հետ։ Շատ հետաքրքիր է, իսկ դու գիտես թե ինչպիսին էր հնադարյան նկարչությունը եւ ընդհանրապես ինչի վրա էին նկարում նախնադարում։ Այո, գիտեմ։ Իսկ ես չգիտեմ, եւ ինչի վրա էին մարդիկ նկարում հնում, քարերի ու ժայռերի։ Իսկ կարող ես ասել, թե ինչի համար է մարդ սկսել նկարել։ Այ դա չեմ կարող ասել։ Նախնադարի մարդիկ նկարում էին զուտ նրա համար, որ իրենց որսը հաջող ականցին, դե այսպես կոչված մոգական նկարներ էին դրանք։ Աննա, որտեղից գիտես այդ ամենը։ Մեր նկարչության ուսուցչուհին է պատմել։ Մեզ ասած նախնադարյան մարդկանց առաջին նկարները քարի վրա փորագրված կենդանիների պատկերներ էին, որոնք որևէ զգայական շերտեր չունեին։ Բայց ավելի ուշ նախնադարյան մարդիկ արդեն սկսեցին ոչ միայն կենդանիներ պատկերել, այլ այդ կենդանիներին որոշակի իրավիճակում պատկերել, եւ այդ նկարները արդեն ցույց են տալիս նկարող մարդու զգացմունքները։ Ապրեք ընկերներ, սիրելի հեռուստադիտողներ, տեսեք թե որքան նոր բան իմացանք նախնադարյան մարդու նկարչության մասին։ Արևի կհուսանք, որ նախնադարյան ցուցահանդեսին մեզ կհրավիրես։ Իհարկե, անպայման։ Լավ ընկերներ, իսկ հիմա ես ուզում եմ ձեզ մի քանի բլիթ հարցեր տալ։ Բլիթ հարցեր հետաքրքիր է։ Լսեք, ինչ կդառնա հետյալ նարանջ ձիու։ Հետիոտն։ Ինչ կդառնա ցած նարանջ ճյուղերի։ Գերան, ինքնաթիռ նարանջ թևերի։ Ավտոբուս։ Ապրեք դու, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ կնայեցիք, որ այս պահին ժամանակն է, որպեսզի մեզ միանան Արինակ եւ Հեղինարը։ Աղջիկներ, դուք եթերում եք։ Բայց երեկո երեխաներ, Մենք ուրախ տրամադրության ողջունում ենք բոլորիդ։ եւ այսպես լողալը լավ է ազդում երեխաների մտավոր զարգացման վրա։ Ավստրալիացի գիտնականները վստահ են, որ ամենավաղ տարիքից լողով զբաղվելը լավ է ազդում երեխաների մտավոր զարգացման վրա։ Գրիֆիթի ուսումնական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն աշխատել են ավելի քան 7000 երեխայի ծնողների հետ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ ԱՄՆ-ում։ Հավաքորդներից ընտրվել է 3-ից 5 տարեկան 180 երեխա, որոնց օրինակով ուսումնասիրվել է վաղ տարիքում լողալու ազդեցությունը։ Պարզվել է, որ այն երեխաները, որոնք կյանքի առաջին տարիներն են լողալ սովորում, ավելի հեշտ ու արագ են նոր հմտություններ ձեռք բերում։ Նրանք իրենց հասակակիցներից առանձնանում են ոչ միայն զարգացած խոսքով, այլև մաթեմատիկական ունակություններով։ Նրանք ներկում են, նկարում, գծեր ու կերպարներ են կտրում, ավելի հեշտ է մանկապարտեզից դպրոց անցնում։ Բոլորին է հայտնի, որ աղտոտված օդը ազդում է երեխաների ուղեղի վրա եւ վտանգում առողջությունը։ Գիտնականները պարզել են, որ աղտոտված օդը վտանգում է երեխաների հիշողությունն ու ինտելեկտի զարգացումը։ Երկար ժամանակ աղտոտված օդ ցնչելով երեխաների մոտ լինում է ուղեղի բորբոքում, զարգանում են մի շարք հիվանդություններ, այդ թվում եւ Պարկինսոնի հիվանդությունն է։ Աղտոտված տարածքում ապրող երեխաների մոտ առկա է մի շարք հիվանդություններ, այդ թվում եւ Ալցգեյմերը։ Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչու են փոքրիկները խաղում մթերքներով։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ուտելիքի ու ամանեղենի հետ խաղալը երեխաների համար լիովին բնական է, քանի որ այդ խաղերը, որոնցով երեխաները խաղում են, ճանաչողական նշանակություն ունեն։ Երբ երեխան շոշափում է ուտելիքն ու ափսեն, նրան անուններն ավելի հեշտ է տարբերում։ Գիտնականները վստահ են, որ երեխաները ավելի դժվարությամբ են տարբերում հեղուկների անունները, քան պիտ մթերքների, որովհետև պիտ մթերքները նրանք ավելի շատ են շոշափում։ Գիտնականները 16 ամսական երեխաներին ցույց են տվել մթերքների նկարները եւ ասել անվանումները։ Մյուս խմբին հնարավորություն են տվել շոշափել մթերքները։ Երկրորդ խմբի փոքրիկներն ավելի հեշտությամբ են տարբերել անունները, քան առաջին խմբի փոքրիկները, այնպես որ սեղանի շուրջ խաղերի ժամանակ պետք է դրսևորել համբերություն։ Իսկ դուք գիտեք, որ նորածին երեխաները տեսնում են միայն կանաչ եւ կարմիր գույն, կապույտ գույն չեն տեսնում։ Իսկ ահա ԱՄՆ-ի Մայամի նահանգում ոստիկանները իրենց մոտ պահում են փափուկ խաղալիք արջուկներ։ Նրանք նախատեսված են փողոցում լացինող փոքրիկներին հանգստացնելու համար։ Պատկերացնում եք, հին Պարսկաստանի տարածքում հնագետները գտել են մանկական խաղալիք, ամենահինը։ Խաղալիքը 3000 տարեկան է, պահպանվում է Լուվրում։ Մանկական կոնստրուկտորներ արտադրող բոլորիս հայտնի Lego ընկերությունն ավելի քան արտադրել է այնքան կոնստրուկտոր, որ բաժին է ընկնում աշխարհի յուրաքանչյուր բնակչի 30 դետալ։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք հաջորդ երկուշաբթի հանրայինի եթերում։
Սիրելի հեռուստադիտողներ, մինչ հրաժեշտ տալը մենք եւս մի խաղ կխաղանք։ Խաղը կոչվում է 4 տարերքներ։ Խաղի նպատակն է զարգացնել ուշադրությունը, կապված լսողական եւ շարժողական անալիզատորների կոորդինացիայի հետ։ Անհրաժեշտ նյութեր չկա։ Երեխաները նստում են շրջանում։ Խմբավորը պայմանավորվում է նրանց հետ։ Երբ ես ասեմ հոպ, բոլորը ձեռքերը պետք է հիշեցնեն ներքև, երբ ասեմ օդ, ձեռքերը բարձրացնեն վերև, ջուր, ձեռքերը բարձրեն առաջ, կրակ, դաստակներով պտույտներ կատարեն, ով սխալում է, խաղից դուրս է գալիս։ Դե սկսիր, Աննա, մենք պատրաստ ենք։ Օդ, կրակ, հող, ջուր, Հասմիկ եւ Անի, դուք սխալվեցիք, դուք դուրս եք գալիս խաղից։ Շարունակենք, հող, ջուր, Արսեն, դու դուրս ես մնում խաղից, հաղթող է ճանաչում, Արևիկը, ծափարենք նրան, աղջիկներ, դուք էլ միացեք մեզ։ Ահա սիրելի երեխաներ, մուշմուշիկ երեխական թողարկումը մոտեցավ իր ավարտին։ Բայց գիտեք չէ, հաջորդ երկուշաբթի նույն ժամի մեզ պետք է սպասեք Հանայինի եթերում։ Ձեզ հետ էին Հասմիկը, Աննան, Անին Արսենը եւ Արևիկը։ Հանդիպենք։ Նոր շունչ, նոր դիզայն, նոր մոտեցում։ Մուլտերի աշխարհ մանկական սրճարանը իր հյուրընկալ եւ ուրախարկի ներքո հրավիրում է անցկացնել ձեր փոքրիկների կյանքի ամենակարևոր իրադարձությունները։ Մեզ մոտ դուք կարող եք համատեղել ձեր եւ ձեր փոքրիկների ամենօրյա հանգիստը։ Ձեզ սպասվում է մեծ անակնկալ։ Շաբաթը 1 օր մեզ կայցելեն ամենատարբեր եւ սիրված մուլտերոսները։ Սիրով սպասում ենք ձեզ։